Նրանք այնքան բարձր պրոֆեսիոնալիզմ ունեն, որ համեկը չի կարող հասնել։ Մենք Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն ով է։ Ասա, հիմա ապօրինի Բաքվում գտնվում է, իրենց դատավարությունները մենք լուսաբանում ենք, իսկ համեկը չի լուսաբանում։ Ձեր հեգնանք ամենևին տեղին չի։ Դե որովհետև այդ դատավարությունները լուսաբանելը եւս մի բան է, տենց ու կոնկրետ սոուսով լուսաբանելը, կարծում եմ այդքան էլ տենց Հայաստանի քաղաքական օրակարգերի շահերից բխող մի բան չի։ Իմ ընկալմամբ դա ավելի շատ Ադրբեջանի քաղաքական օրակարգերից բխող մի բան է, որտեղ դուք լուսաբանում եք մի բան, որը կոնկրետ ժամանակահատվածով, կոնկրետ ձևաչափով, կոնկրետ կադրերով, լավ մտածված, լավ մշակված, կոնկրետ բառերի ընտրությամբ ձեզ տվել է ձեզ, էլի հանրությանը առհասարակ եթերա տվել Ադրբեջանը։ Դա չլուսաբանել։ Չէ, ես առաջարկում եմ դա ճիշտ լուսաբանել։ Մենք ճիշտ ենք լուսաբանում, համեկը ընդհանրապես չի լուսաբանում։ Պարոն Ալեքսանյան, ներողություն ատելության խոսքի հետ կապված։ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում մի այսպիսի ելույթ ունեցավ, ասաց ընդդիմադիրներն ուզում էին արցախցիներին որպես ցույցի մատերիալ բերել այստեղ իշխանափոխությունը, հենց այդ որ կներեք 120,000 հայի ասել ցույցի մատերիալ։ Ցույցի մատերիալ չէ, որպես ցույցի մատերիալ ու դա ընդդիմության ընկալումն է այդ մարդկանց մասին, դա ձեր համար նորություն է։ Ես ավելին ասեմ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին էլ ընդդիմության մեծ մասը պոտենցիալ ստրուկ է ընկալում։ Դա էլ ասեմ։ Ամոթ իրենց։ Հիմա տեսեք։ Համաձայն եմ, ամոթ իրենց։ Հիմա երբ որ վարչապետը անկախ նրանից թե ընդդիմությունը ինչպես է, հա, դա ներկայացնում, ինքը իր բերանով իր շուրթերից նման խոսք ասի ազգային ժողովի ամբիոնից ցույցի մատերիալ, հա, ամեն դեպքում ինքն է հնչեցնում այդ ձեռակերպը։ Դուք էլի հայ ինչ ուզում եք, ինչքան ուզում եք ասեք հնչեցնում, բայց ակնհայտ է, որ այդ մարդկանց վերաբերմունքը եղել է դա, ու դա եղել է մոտիվներից մեկը, որ ու դա եղել է մոտիվներից մեկը, որ ընդդիմությունը ամեն ինչ արել է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայությունը դուրս գա Լեռնային Ղարաբաղից, ամեն ինչ արել է, որպեսզի դուրս գա Լեռնային Ղարաբաղից, որպեսզի այստեղ փորձի Լեռնային Ղարաբաղի մեր քույրերին ու եղբայրներին, մեր շատ հարգելի քույրերին ու եղբայրներին օգտագործի որպես այո ցույցի մատերիալ ցավոք սրտի, բայց մենք դա թույլ չենք տալու եւ Փառք Աստծո Լեռնային Ղարաբաղի մեր քույրերն ու եղբայրները առաջին հերթին թույլ չեն տալիս որպես ընդդիմությունը իրենց օգտագործի որպես ցույցի մատերիալ։ Պարոն Ալեքսանյան, խոսենք նաև Վարդան Ղուկասյանի երթմնակալության արարողությունից, իդեպ այդ արարողությանը մասնակցում էր Ռուսաստանի հյուպատոսը եւ 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչներ եւ նաև դրան միացնելով Շիրակի թեմի առաջնորդ Աջապահյանի Ստալինին հիշելու մասին։ Ես կխնդրեմ ձեր մեկնաբանությունը։ Դե ես կարծում եմ, օրինակ մի հատ sense բան կա, էլի զուտ ասեմ, երբևէ չի եղել ու գոյություն չի ունեցել եւ ոչ մի KGB-ի գործակալ, որը հիացած չլինի Ստալինով։ Բայց այն որ հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսը իրան կարա թույլ տա Ստալինի մասին այսպես նոստալգիկ դրական խոսույթով խոսա, դա ուղղակի խայտառակություն։ Բացարձակ խայտառակություն է։ Բռնաճնշվածները Ստալինյան ռեպրեսիաների ժամանակ, Սիբիր աքսորվածները, սպանված քահանաներն ու եկեղեցականները գերեզմաններում շուռ են եկել, երբ որ Ստալինապաշտ տերտերը իր այդ հայտնի ելույթն է ունեցել։ Ես կարծում եմ դա ուղղակի, չգիտեմ ինչ աստիճանի մի հատ նոնսենս է։ Այ օրինակ հիմա ատելության խոսք եք տարածում, պարոն Ալեքսանյան, Ստալինապաշտ տերտերը օրինակ դա ինչ արտահայտություն։ Ստալինապաշտ տերտեր, մարդ, որը պաշտում